Բարի օր, սիրելի ժողովուրդ, ես հիմա գտնվում եմ Երևանի քաղաքային պանթեոնում, Թոքմախի գերեզմանատան, Հայաստանի Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի ժիրիմի մոտ։ Եթե հիշում եք, 2022 թվականին, ճիշտ այսօրը, մայիսի 21-ին ազգային ժողովրդավարական բևեռը ակցիա արեց Արամ Մանուկյանի շիրիմի մոտ, իր վրա վերցնելով Արամ Մանուկյանի, նրա տիկնոջ և նրա դստեր գերեզմանների խնամքը մենք այստեղ եռագույնը պարզեցինք և օրը պատահական չէր ընտրված, հավանաբար ձեզանից շատերը գիտեք, որ այսօր մայիսի 21-ին հենց այն օրն է, երբ Արամը կոչով դիմեց ժողովրդին 1918 թվականի մայիսի 21-ին պատշգամբից իր կոչով դիմեց ժողովրդին, կոչ անելով արագ ձեռնամուխ լինել Երևանի ինքնապաշտպանությանը, քանի որ թշնամին մոտեցել էր Սարդարապատ գյուղի։ Ես ուզում եմ այդ կոչը հիմա ընթերցել, ուրեմն կրկնություններ անելու այժմ տրամադրություն չեմ և ժամանակ էլ չկա ճառերով զբաղվելու։ Ես եկել եմ հայտնելու ձեզ, որ թշնամին գրավել է Սարդարապատը և շարժվում է դեպի Էջմիածին։ Մեզ մնում է մի բան, կամ զենք վերցնել ու դուրս գալ թշնամու առաջ և կամ կոտորվել ոչխարի պես։ Ով ուզում է ապրել, առանց րոպե կորցնելու թող վերցնի զենքը, վերցնի նաև 3 օրվա պաշար ու իսկույն և էդ դիմի ուսուցչական սեմինարիայի շենքը ցուցակագրվելու և այնտեղից ճակատ ուղարկվելու համար։ Ցույց տանք աշխարհին, որ հայը ազատ անկախ ապրելու իրավունք ունի, այժմ կամ երբեք։ Ես իմ ասելիքս վերջացրի, այժմ ձեզ է մնում անելիքը։ Արամ Մանուկյան, մայիսի 21, 1918 թվական։ Արամի այս կոչին հայ ժողովուրդ ականջալուր եղավ և 7 օր հետո, ուղիղ մեկ շաբաթ անց կերտվեց Սարդարապատի հրաշքը, որի արդյունքում մենք ունեցանք ապրելու ազատ, անկախ ապրելու իրավունք և վերականգնեցինք մեր անկախ պետականությունը։ Ցավոք սրտի 2 տարի անց ռուսները թուրքերի հետ միասին կարողացան կործանել հայոց պետականությունը, ձեռնարկելով համատեղ ագրեսիա, որին հաջորդեց Հայաստանի Հանրապետության օկուպացիան և բռնակցումը Խորհրդային Միությանը։ Ցավոք սրտի 1991 թվականին Հայաստանի Հանրապետությունը այդպես էլ չհռչակեց իրավահաջորդություն, չվերականգնեց Հայաստանի առաջին հանրապետությունը, տեր չկանգնեց Հայաստանի առաջին և միակ հանրապետությանը տրված փաստաթղթերին և իրավունքներին, և Արցախի հարցը տարավ ռուսների և թուրքերի համար շատ հարմար, այսպես կոչված անկախ Արցախի ճանապարհով, որի արդյունքում մենք այսօր ունենք այն, ինչ ունենք։ Ցավոք սրտի 91 թվականին ռուսներին հաջողվեց ներդնել այն գործակալներին Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, որոնք ձեռնամուխ եղան այսպես կոչված երրորդ հանրապետության կառուցմանը, այդ կեղծ գաղափարի կյանքի կոչմանը, որը մեր վզին փաթաթվել էր Կրեմլի և ռուսական հատուկ ծառայությունների կողմից։ Երրորդ հանրապետություն նշանակում է Խորհրդային Հայաստանի իրավահաջորդ, նշանակում է 29800 քառակուսի կիլոմետր ստալինյան սահմաններով ոչ կենսունակ, անօրինական սահմաններով ոչ կենսունակ պետություն, նշանակում է կրեմլահպատակ, կիսագաղութային, քրեաօլիգարխիկ համակարգ ունեցող կվազի պետություն,
նշանակում է քրեական, օլիգարխիկ, կոռուպցիոն բարքեր եւ վարքեր, նշանակում է պետություն այսպես կոչված առանց իրավունքների, առանց ինքնիշխանության։ Եվ դա է այն գլխավոր սխալը, որի պատճառով մենք այս 35 երկարուձիգ տարիների ընթացքում կամաց հետընթաց ապրեցինք բոլոր ոլորտներում, տնտեսական, բանակի, պաշտպանության, արտաքին քաղաքականության, առողջապահության, կրթության, բոլոր ոլորտներում եւ ի վերջո այսօր կարող ենք արձանագրել, որ երրորդ հանրապետությունը մահանում է։ Մահանում է, որովհետև երրորդ հանրապետությունը ի սկզբանե դատապարտված էր մահվան, որովհետև երրորդ հանրապետությունը թունավոր պորտալարով գաղութային իրեն գաղութացված Կրեմլին ամրացված այդ կվազի պետությունն էր, որը ոչ կենսունակ էր եւ վաղ թե ուշ դատապարտված էր մահվան։ Այդ մահը մենք այսօր ձեզ հետ միասին ակադատեսենք, որովհետև գահավիժում է եւ թուլանում փլուզման եզրին է կանգնած երրորդ հանրապետությունն իր ենթակայության տակ պահող կայսրությունը եւ մոտ ամիսներին, երբ որ այդ պորտալարը կտրվի, երրորդ հանրապետությունը կդադարի գոյություն ունենա։ Ինչ կլինի դրանից հետո։ Կծնվի չորրորդ հանրապետությունը, որի կառուցման համար Նիկոլ Փաշինյանը Կրեմլի, Բաքվի եւ Անկարայի կողմից բերվեց իշխանության եւ չորրորդ հանրապետությունը իրենից ներկայացնելու է արդեն ոչ թե ռուսական գուբերնիա, այլ թուրքական վիլայետ, ապազգային պետություն, կվազի պետություն, ազգային արժեքներից, ինքնությունից հրաժարված եւ զուրկ կվազի պետություն, թշնամու առաջ վիզը ծռած կվազի պետություն, թշնամուն միջանցքներ տրամադրած, անկլավներ տրամադրած կվազի պետություն, որը եւս շատ շուտով դատապարտված կլինի մահվան, որի արդյունքում իսպառ կվերանա ընդհանրապես հայոց պետականությունը։ Սա մեկ տարբերակն է, իսկ մյուս տարբերակը վերածնել առաջին եւ միակ հանրապետությունը, տեր կանգնել առաջի հանրապետության իրավունքներին, այն իրավունքներին, որոնք մենք տեր դառանք առաջի աշխարհամարտի արդյունքներով, որոնք քաղաքակիրթ աշխարհի կողմից տրվեցին հայոց պետականությանը, Հայաստանի Հանրապետությանը, ի նշան հարգանքի եւ գնահատանքի, որովհետեւ առաջի հանրապետությունը, ուզում եմ ձեզ հիշեցնել, Անտանտի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի դաշնակից երկիրն էր եւ ճանաչվեց որպես հաղթող երկիր առաջի համաշխարհային պատերազմից հետո եւ որպես այդ հաղթանակի ճանաչում առաջի հանրապետությունը ստացավ Պիրսոնյան իրավարար վճռով եւ ազգերի լիգայի որոշման կողմից ճանաչված սահմաններ, հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական։ Ես հիշում եմ 3 տարի առաջ այս օրը, երբ Բևերը այստեղ ակցիա անցկացրեց եւ մեր համակիրները այստեղ ներկա էին, խորհրդից ներկա էր պարոն Սեֆիլյանը եւ Վարուժան Ավետիսյանը, որին 7 օր հետո դավադիր կերպով առավոտյան շուտ մայիսի 28-ին ձերբակալեցին Սասնա ծռերի մնացած տղաների հետ միասին, Արեգի, Էդոյի, Սեթրակի, Գագոյի, Մխիթարի եւ մենք այն ժամանակ խոստացանք, որ Արամի Շիրիմին եկել ենք ոչ միայն ի նշան հարգանքի, այլ եկել ենք խոստանալու Արամին, որ Բևերը իր վրա է վերցնում Արամի կիսատ մնացած գործը ավարտին հասցնելու պատասխանատվությունն ու առաքելությունը։ Ասեմ նաև, որ այստեղ է գտնվում Արամի տիկնոջ Կատարինա Զալյանի գերեզմանը, Արամի կինը բժշկուհի էր, առաջի հանրապետության խորհրդարանի պատգամավոր էր եւ այդ տարիներին զբաղված էր
Հայաստանի Հանրապետությունում տիրող համաճարակային այդ մթնոլորտում հիվանդների, հայ մարդկանց, հայ մանուկների բուժման առաքելությամբ։ Այստեղ է նաև Արամի միակ դուստր Սեդայի գերեզմանը, որը ծնվել է 1918 թվականին, այսինքն Արամի մահվան օրը Սեդան 1 տարեկան էր, ընդամենը Արամ Մարուկյանը մահացավ 1919 թվականին 40 տարեկան հասակում տիֆից իր համար հատուկ բերված սիճուկը սիճելով հիվանդ մանուկների։ Տիկին Կատարինա Զալյանը մահացել է 1951 թվականին, Սեդան մահացել է 2005 թվականին, 98 թվականին Սարդարապատի 80-ամյակի տարելիցի տարեդարձի կապակցությամբ Սեդան եկավ Ռուսաստանից Հայաստան և Արամի անձնական իրերը իր հետ բերեց նվիրելով Սարդարապատի թանգարանին։ Այո, Արամը զիջեց սիճուկը հիվանդ երեխաներին, որովհետև Արամ Մանուկյանը Հայաստանի Հանրապետության հիմնադիր հայրը, նաև մյուս բոլոր հիմնադիր հայրերը Քաջազնունի, Խատիսյան, Օհանջանյան, Սիմոն Վրացյան, ես հիմա թվեցի Հայաստանի Հանրապետության 4 վարչապետերի ազգանունները, Քաջազնունի, Խատիսյան, Օհանջանյան, Վրացյան, և Արամ Մանուկյանը, և Դրաստամատ Կանայանը, Նազարբեկյանը, Սիլիկյանը, Գարեգին Նժդեհը իհարկե, մնացած բոլոր հերոսները այն քաղաքական էլիտաներ, որոնք ունեին բարձր արժեքներ։ Արամը չէր կարող թույլ տալ իրեն օգտվել սիճուկից, երբ նույն տիֆից մահանում էին հայ մանուկներ և զիջելով սիճուկը զոհաբերեց իր կյանքը հանուն հայ մանուկների։ Քաջազնունու որդիները զոհվել են Սարդարապատում, վարչապետի որդիները։ Սա է այն արժեհամակարգը, որ եղել է առաջի հանրապետության ժամանակ։ Առաջի և միակ հանրապետությունը իր գոյության կարճ ժամանակահատվածում, 2 տարիների ընթացքում, սիրելի ժողովուրդ, կարողացավ մեծ հաջողությունների հասնել։ Եվ բացի աշխարհի կողմից ճանաչվելուց և ճանաչված սահմաններ ստանալուց, առաջի հանրապետությունը անցկացրեց իրական արդար և թափանցիկ ժողովրդավարական ընտրություններ օգոստոսի 1-ին 18 թվականի ձևավորվեց խորհրդարան, որում ներկայացված էին այդ ժամանակ բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում նաև բոլշևիկները, որոնք հետո հայ բոլշևիկները, որոնք հետո ստորաբար պիտի տապալեին հանրապետությունը ռուս իրենց ընկերների և եղբայրների օգնությամբ, քաղաքական և ազգային փոքրամասնությունները, ռուսները, քրդերը, թաթարները, որոնք հիմա կոչվում են ադրբեջանցի։ Առաջի հանրապետության օրոք հիմնվեց համալսարան, որը հետո պիտի ճյուղավորվեր և համալսարանից հետո պիտի ճյուղավորվեին բժշկական համալսարանը և մնացած բոլոր համալսարանները։ Առաջի հանրապետության օրոք ստեղծվեց ատենակալների դատարան, այսինքն առաջին հանրապետությունը իր 2 տարիների ընթացքում կարողացավ ստեղծել անկախ դատական համակարգ։ Այնինչ այս երրորդ հանրապետություն կոչվածը 35 տարիների ընթացքում չի ցանկացել և չի կարողացել անել։ Մենք մինչև հիմա չունենք անկախ դատական համակարգ, անկախ և արդար արդարադատություն։ Առաջի հանրապետությունը ունեցավ բանակ, ունեցավ օրենք հայոց լեզուն որպես պետական լեզու ճանաչելու մասին և այլն, որովհետև առաջի հանրապետությունը ազգային էր, առաջին հանրապետությունը ժողովրդավարական էր և առաջի հանրապետությունը ուներ քաղաքական էլիտա, ուներ արժեհամակարգ։ Առաջի հանրապետության իրավահաջորդության մասին խոսելիս, բացի Վիլսոնյան վճռից և ազգերի լիգայից, ես նկատի ունեմ նաև և առաջին հերթին հենց դա՝ արժեհամակարգ, ազգային արժեհամակարգ ժողովրդավարական ավանդույթներ, որոնք ամուր հիմք կհանդիսանան մեր պետականության հետագա զարգացման համար։ Ուրեմն երկրորդ տարբերակը Մոսկվայի տապալումից, Կրեմլյան ռեժիմի տապալումից հետո, երկրորդ տարբերակը, երկրորդ ընտրությունը, որ մեր առջև կանգնած է, դա թույլ չտալ, որպեսզի սահուն կերպով
երրորդ հանրապետությանը փոխարինի Նիկոլի կամ նրա հետնորդի խավորությամբ չորրորդ հանրապետությունը, այլ վերածնել առաջին եւ միակ հանրապետությունը ապահովելով մեր գալիք սերունդներին բարեկեցիկ, արժանապատիվ, ապահով ապագա եւ կյանք։